Այսօր ժամանակ կառուցված ավելի Այստեղ հենց կառուցվել է ցիկլատրոնի եւ պետքարտերի համար նախատեսված հատված է։ Հիմա ցիկլատրոնն է ստեղծել, հենց այս կազմակերպության եւ մենք հիմա այս բանի կազմակերպությունը ինչու ազգային կենտրոնն է, որը հիմա մեկ ամիս առաջ միացրեցինք Ֆանաջանի ապան գործակալության կենտրոնի կողմից մեր Սա մեր նոր ձեռք բերված պետքարտերն է։ Այսինքն եթե ինչ-որ պրոցես ասկսած, ճարագայթում խոսքով ունիչքների որագորացությունների մտեսին։ Նույնականում այո, բայց նաև շատ ոլորտային և Այսինքն դա նշանակում է, որ պետքարտում մենք որոշում ենք մի վիճակում, որ ինչ-որևէ ձևով հնարավոր է։ նույնիսկ մի քանի գրչի կտակումը մենք կարող ենք էկրանի վրա տեսնել Մեր պատվիրում են, այնտեղ մենք համավիճարի մասն ենք, մենք ապավարության մեր բուժմանը 24 սեանսներ ներառել և այս հետազոտությունների 4 տեսակներ ենք, այդտեղ էլ մի մասը ամբողջական է փոխանցում, մի մասը համավիճար կարգավորված։ Հիմա մենք իստակ պարապանքորում ենք, որ բուժարվում որովհետև ասենք գերացախսում։ Դա էլ կա, անվաճառներն են։ Այս պետսկանից նա ստեղ կա, նա Երևումիում էլ կա, և մի հատ էլ դիագնոստիկայի կենտրոնը, այստեղ հարաբերական դիագնոստիկայի կենտրոնը։ Իսկ հարաբերությունը ետապ Այստեղ բանվարչական կոլպոսկոպիկ հետազոտությունն է, որը էլի կանանց արարեցիկի քաղաքեղի կանխարգելման ուղղված միջոցառում է, և սկրինինգային ծրագիր է, որի ընթացքում կանայք հետազոտվելով HPV վիրուսի հայտնաբերումով և կոլպոսկոպիկ հետազոտությամբ հնարավոր ամենասկզբնական փուլերում հայտնաբերել արարեցիկի քաղաքեղի և հետևաբար ավելի արդյունավետ և ավելի քիչ ծախսատար բուժումով ապահովել կանանց առողջությունը։ Սա սոնոգրաֆիկ սարքավորումն է։ Սա նորագույն, լավագույն դասի սոնոգրաֆիկ սարքավորումներից մեկն է։ Երբ սկսել աշխատել Նոր հետազոտությունները Կծկակի քաղցկեղը, եթե ժամանակին հայտնաբերվի, 100% լավացության կարող ենք հասնել և կանանց կյանքի որակը և տևողությունը երկարեցնել, իսկ առանց մամոգրաֆիայի դա հնարավոր չի, որովհետև կան փոքր միկրոկալցինատների կոչում, որոնք օրինակ սոնոգրաֆիկ հնարավոր չի հայտնաբերել, և այս սարքը թույլ է տալիս միլիմետրի հասնող փոփոխությունները նույնիսկ հայտնաբերել և արհեստական բանականությունը օգնում է նաև բժիշկին բաց չթողնել այդ ամենափոքր և մաքուր օգտագործել։ Ֆինանսական սխեման կազմածալ, որ աշխատում և ֆինանսապես առողջություն։ Սա ցիկլատրոնի կառավարման սենյակն է, քանի որ ցիկլատրոնում աշխատանքի ժամանակ շատ մեծ ճառագայթ է լինում և մարդ չի կարող մտնել այդ սենյակ, այստեղից հեռահար կառավարվում է ցիկլատրոնի աշխատանքը, սինթեզը հաջողությամբ, իզոտոպի ստացումը և հաջողությամբ իրականացումը արդեն ավտոմատ կերպով ցիկլատրոնի։ Բայց արդեն քանի տարի է, որ մենք իզոտոպ ենք ստանում, արդեն 20 թվականից, այո, կանոնավոր ձևով ստանում ենք, սկզբից մեկ ռադիոֆարմպրեպարատ էր, ETG կոչվածը, ներկայումս արդեն 4 ռադիոֆարմպրեպարատ ստանում ենք, նույն իզոտոպով։ Երբ որ նյութը արդեն սինթեզված պատրաստի վիճակում է, անպայման միջակայքաբաժին գալիս է լաբորատորիա, այստեղ ստուգվում է ռադիոքիմիական մաքրությունը, ստերիլությունը եւ այլն, դրանից հետո նոր ներարկվում է պացիենտին, երբ որ ուներում են որակի վերահսկման։ Այո, աչքերը հղացման։ Պարտադիր պայմաններ։ Հիմա ֆիզիկա, քիմիայի լաբորատորիաներում նորակառույց դպրոցներում դրված են։ Սա բուն արտադրական սենյակն է, որտեղ հենց ստացված իզոտոպից արդեն սինթեզվում են ռադիոֆարմ պրեպարատներ։ Սրանք երբ է ձեռք բերել։ Սրանք 2020 թվականին արդեն գործարկվել են։ Այստեղ մենք սինթեզում ենք ախտորոշման համար պետքական ռադիոֆարմ պրեպարատներ, իսկ մյուս լաբորատորիայում սինթեզելու ենք բուժման համար նախատեսված ռադիոակտիվ նյութեր։ Հիմա տեսեք ֆունդամենտալ պրոբլեմը ինչի մեջ է։ Հիմա ես որ մենք սիրում ենք, չէ, նորմալ է, որ մենք ասում ենք, Հայաստանի անհետացուցիչ է և
ֆունդամենտալ պրոբլեմն է, որ տարածաշրջանային ճեղք կա առաջացել, որը մենք հիմա լցնում ենք, չի լցնում ճեղքը։ Դա մենք այս ամեն ինչը որոնում ենք, ես ֆինանսական սխեմա պետք է դնել այդպես, որ ինքը ի վերջո եւ ֆիզիկական, բայց հիմա բարոյական մաշվածությունը ավելի վաղ է հասնում։ Երբ որ այդ կետը եկա, մենք պետք է դա փոխենք։ Հակառակ դեպքում մեկ է գալու է 30 տարի հետո ասել են, որ գիտեք 2026 թվին Հայաստանը գիտեք բան է ունեցել։ Դա այդ սնափառության ռեժիմից պետք է դուրս գալ։ Իսկ որ եւ մենք ունեցել ենք ուժեղ մասնագետներ, ովքեր հիմա չգինեն որտեղ են, Քլիվլենդում են կամ չորտեղ։ Այսինքն այդ ճեղքը պետք է դրա ֆինանսական սխեմաները պետք է գծվի, ինքը երբ որ եկավ հասավ բարոյական, հիմիկվա սարքերը ֆիզիկական մաշվածության այլևս չեն հասնում, որովհետև իրենց բարոյական մաշվածությունը վրա է հասնելու շատ արագ եւ անսպասելի է։ Եվ որպես մենք հետ չմնանք, պետք է այդ կետը մեր սցենարի մեջ լինի, որ մենք չենք ասում են հինը բան ենք անելու, այն հինը արդեն կարա դառնա ուսուցողական կամ ավելի պարզ խնդիրների համար ոնց ամենակարևորն է դա, որտեղ ստատիկ վիճակը հիմա չի աշխատում, գիտության մեջ է, ծառայությունների մեջ է ստատիկ վիճակ չկա, կամ դու առաջընթաց ես ապրում, կամ դեգրադացվում ես, հնարավոր չի նույն կետի վրա կամ բացառված բան։ Հետևաբար մենք անընդհատ պետք է մեր թվերը պետք է ցույց տան եւ հաճախորդների թվով, եւ գիտնականների թվով, եւ հետազոտությունների, եւ համագործակցությունների, եւ սարքերի ձեռքբերման, եւ ամսագրելու հոդվածների եւ գիտական թեզերի եւ գիտական կոչումների եւ հայտնագործությունների եւ նորարարություն։ Իսկ եթե դինամիկա չկա, դա մեզ համար լույս պետք է վառի, որ մենք ինչ-որ մի բան սխալենք, պետք է վերադառնանք եւ այդ խնդիրը լուծենք։ Եվ վերջո մեր հարգարժան մասնագետները, եթե Հայաստանում աշխատանք չունեցան, հաստատ աշխատանք կգտնեն Հայաստանից դուրս, բայց մեզ պետք է որ իրանց հետ դարձնում են իրանք են ուղղությունում, որ Հայաստանում իրանց պատշաճ աշխատանք, որ իրանց պատշաճ կենսաբանական կապահովում, մենք կարող ենք լուծել։ Ի վերջո մենք մոտ ենք նրան, որ փակենք իրենքը, որ երբ որ երեխեքը երազեն օլիգարխ դառնան։ Մենք ուզում ենք մեր երեխեքը երազեն գիտնական դառնան եւ այլն, բայց պետք է մենակ որ գիտնական լավ ասում Հայաստանի Հանրապետություն։ Պետք է տեսնենք, որ հարգանք ունի եւ այն ոչ թե տեսական հարգանքը կա, բայց պետք է գործնական Վարչապետ, հիմա մենք ունենք Վանարջյանի կենտրոնը, որը ըստ էության ամբողջ ցիկլով վերանորոգել ենք եւ ինքը առաջիկա մեր 5 տարվա ընթացքում դրիվ մեր ստանդարտներին համապատասխան կծառայի։ Ունենք Գյոլյանի անվան բժշկականության կենտրոնը, որը էլի հիմա շատ լավ պայմաններում է, բայց փոքր է, պարոն վարչապետ։ Մենք հոսքը նկատում ենք, որ արդեն մեր ենթակառուցվածքները չեն բավարարում։ Հիմա մենք ունենք նպատակ միավորել բժշկականության բոլոր ծառայությունները եւ արդեն ունենալ բարձրահարկ կոմպլեքսի շրջանակներում, սկսած ախտորոշումից մինչև վերջին վերականգնողական եւ պալիատիվ բժշկական օգնության կոնսոլիդացված վայր։ Միջուկային բժշկության առումով Հայաստանը շատ կարևոր դեր ունի տարածաշրջանում։ Մեր երկիրը դարձնել միջուկային բժշկության խարսխան կենտրոն իրականում շատ ճիշտ գաղափար կլինի եւ բժշկական туриզմը հենց շատ կզարգանա այս կենտրոնի շուրջ։ Մենք կկարողանանք մեր հարևան երկրներից սպասարկել են պացիենտին, ովքեր այնտեղ չեն կարող սպասարկումներ անցնել։ Ես զգացողություն ունեմ, որ եթե մենք մասնավորին օտարերկրյա ներդրման շատ գրավիչ նախագիծ կարող դառնա, հասունացնենք մինչև այդ կետը եւ ֆինանսական եւ այդ բաժնետիրական սխեման գծենք։ Ես համոզված եմ, որ շատ արագ կարող ենք ֆինանսավորել, շատ արագ։